Արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախորդին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի առջև ունեցած ելույթում ասել է, որ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի քաղաքականության մաս է եւ հիշեցրել, որ ազգային ժողովը օրենք է ընդունել, որը Եվրամիության անդամակցության ձգտումն ու դրա ուղղությամբ աշխատանքը պարտադիր է դարձնում ցանկացած կառավարության համար։ Բայց օրենքը միայն սկիզբն է։ Եթե պետությունն անկեղծ է, օրենքն ընդունելուց անմիջապես հաջորդ օրը պետք է սկսի գործ անել։ Ահա ինչ պետք է արդեն արված լիներ։ Մենք պետք է արդեն ունենայինք վարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով հստակ մանդատով հրապարակային ճանապարհային քարտեզով, այդ հանձնաժողովը պետք է ղեկավարեր Եվրամիության իրավական դաշտի համապատասխանեցման ամբողջ գործընթացը, ոլորտ առ ոլորտ, արդարադատություն, ներքին գործեր, տնտեսություն, տրանսպորտ եւ ենթակառուցվածքներ, հակակոռուպցիոն քաղաքականություն, սահմանային կառավարում, մրցակցություն, պետական գնումներ։ Այսպես են գործում երկրները, որոնք իրականում առաջ են գնում։ Օրինակ Մոլդովան արագ կազմակերպեց ինստիտուցիոնալ համակարգումը եւ անցավ Եվրամիության հետ սկրինինգի փուլով, այն ավարտելով 2025 թվականին, իսկ բանակցությունները մեկնարկել էին ընդամենը 2024-ին։ Եթե Հայաստանի Եվրամիությանն անդամակցելը օրենքի պարտավորություն է, ուր է կառավարության ճանապարհային քարտեզը, որն է առաջին 100 օրվա պլանը, ով է պատասխանատուն, երբ ենք տեսնելու հաշվետվությունը։ Մեր կուսակցությունն այլ ուժերի հետ այս օրենքը բերեց մեր ժողովրդի 60,000 ստորագրությամբ, բայց 1 տարի է անցել եւ բավարար տեմպ, որակ չենք տեսնում։ Եվրամիության անդամակցությունը միայն կարգախոս չէ, դա պետական կառավարման ամենօրյա ծանր աշխատանք է եւ հենց դրա համար է օրենքը եւ մենք պահանջում ենք այս ուղղությամբ օրնիբուն անդուլ աշխատանք։